Պարոն Սիմոնյան, քիչ առաջ ասեցիք, որ այս Ադրբեջանի տարածված ապատեղեկատվության ֆոնին ԵՄ դիտորդները արձանագրել են, որ ամեն ինչ խաղաղ է։ Հիմա խաղաղության պայմանագրում, երբ երրորդ երկրների ուժի տեղակայման բացակայության կետը հանվում է, արդյոք սա չի նշանակում, որ Ադրբեջանի հնարավորությունը է տրվում, այսպես դաշտ է ստեղծվում, որ հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտի, ագրեսիայի ֆոն ստեղծի եւ նմանատիպ ապատեղեկատվություն։ Նախ եւ առաջ հիմա եկեք ֆիքսենք, որ եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են Եվրոմիության դիտորդները քաղաքացիական, ինքն է այդ դիտորդներին այլևս պահում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, որովհետեւ այն պահից սկսված, երբ որ ինքը կստորագրի, մեր պայմանավորվածությունը կմտնի կողմանի մեջ, ուժի մեջ։ Երկրորդը, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի պետք է հարձակում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության վրա, Եվրոդիտորդների ներկայության ժամանակ է տեղի ունենա։ Եթե փաստաթուղթ է ստորագրում, պայմանական գնում ես, չգիտեմ, Եվրոմիության ղեկավարների ներկայությամբ կամ, չգիտեմ, ինչ-որ երկրների նախագահների ներկայությամբ, վկայությամբ, իդեպ տենց բան գոյություն ունի, տենց կարգավիճակ կա դիվանագիտության մեջ, որ ինչ-որ երկրի ղեկավարներ կամ ղեկավար վկա է հանդիսանում, գնում ստորագրում ես եւ հետո հարձակվում ես Հայաստանի վրա, եթե դա ի վիճակի ես անելու եւ կարող ես քեզ ցույց տալ, Եվրոդիտորդների վրա էլ կկրակեն, կհարձակվեն։ Պարոն Սիմոնյան, հնարավոր է, որ Հայաստանը, որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, Ադրբեջանին ներկայացնի մեր գերիների այնտեղ պատանդարված անձանց հետ վերադարձի հարցը։ Ես կրկնում եմ, որ տենց մի հատ միտք, մոտավոր տենց միտք Վարդան Օսկանյանն էր ասել, նման բան ասելը նշանակում է բանակցությունները եւ այն ինչ որ կատարվում է, մտցնել փակուղի եւ իրավիճակը ուղղակի սրել եւ դա չի արվում նախապայմանների տրամաբանությամբ, դա արվում է դիվանագիտական ճանապարհներով, ինչը որ արվել է վերջին 4 տարվա ընթացքում եւ 150 քանի գերից մենք այս պահին ունենք հաստատված 23 գերի, որոնցից մի մասը 12-ը, եթե չեմ սխալվում, արդեն 2023 թվականի ժամանակ են գերեվարվել եւ պատանդ վերցվել, այսինքն եթե տենց հաշվարկենք կամ 150 քանիսից եթե այդ մարդկանց այս բանում չենք հաշվում 11 դարել եւ այդ տրամով այտենց չի արվում։ Եթե արվում է այլ դիվանագիտական ճանապարհ, իսկ ուլտիմատումներ ներկայացնել որևիցե կողմին, իրանք մեզ, մենք իրանց, դա նշանակում է ուղղակի վերահաստատել այն ինչ որ անում է այսօր մեր պետության դեմ աշխատող որոշ կողմեր եւ մարդիկ։ Պարոն Սիմոնյան, Ամերիկայի կողմից Ամերիկա կա հասնի։ Կա հստակ պայմանավորվածություն, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո կամ այդ ընթացքում այն տարածքները, որոնք օկուպացրել է Ադրբեջանը, իրենք դուրս կգան այդ տարածքից։ Ուրեմն այդ հարցի պատասխանը մեր սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի այսպես ոչ թե տիրույթում է, այլ տրամաբանության մեջ է, որովհետեւ այն տեղերում, որտեղ որ Հայաստանն է առաջ, Հայաստանն է դուրս գալու, այն տեղերում, որտեղ որ Ադրբեջանն է առաջ, Ադրբեջանն է դուրս գալու եւ այդ տրամաբանությունը արդեն իսկ դրված, ստորագրված եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերահաստատված է։ Գնալ ասել, օրինակ, հա, ջերմուկի տեղում դուք եք առաջ, այստեղ մենք ենք առաջ, դուրս եք գալիս, դուրս եք, այդ տրամաբանություն չի արվում։ Կա ֆիքսված բանից Իրանի սահմանից մինչև Վրաստան ֆիքսված գիծ եւ համաձայնություն, որ սենց հերթով գալիս ենք, գալու ենք հասնենք նաեւ անկլավների հարցն ենք քննարկելու, մեր անկլավի հարցն ենք քննարկելու, իրաց հարցն ենք քննարկելու, բայց դա կրկնում եմ, մեր համար ընդունելի է, մեր համար հասկանալի է, մենք կառավարում ենք այդ ռիսկերը եւ տեսնում ենք թե ոնց է դա գնալու, որը որ դրական բան է։ Բայց Ադրբեջանը չի ասում, որ հատվածից անենք, մենք համաձայնում ենք այն հատված։ Ադրբեջանն է ասում, որ հատվածից, մենք համաձայնում ենք այն հատվածներից սահմանազատումը, որ Ադրբեջանն է առաջարկում, պարոն Սիմոնյան։ Միշտ Ադրբեջանը առաջ։ Այդպես մեծ ձեռնտու որ Սյունիքից լիներ։ Նախ դա քննարկումների տրամաբանության մեջ է։ Մենք մեծ ձեռնտու Սյունիքից մենք ֆիքսել ենք, որ միջև Սյունիք այդ գիծը գալիս է։ Այսինքն դուք ասում եք այն տրամաբանության մեջ որ կարող է ջերմուկում է, իսկ ավելի վերև տեղ չկա, ջերմուկել են ամեն տեղը կա։ Բայց միջև հասնեն, չէ, դե ճանապարհը եթե չենք մոտենա, նախ ժամկետները շատ սխալ եք ասում, դες բան չկա, երկրորդը կարևորը ֆիքսել ենք երկու կարևոր բան, որը ֆիքսել ենք նաև
խաղաղության պայմանագրի մեջ, որը որ կարևոր է, դա Ալմատայի հռչակագիրն է, որոնցով որ երկրները անկախանում են, իրենց անկախացել են իրենց վարչատարածքային բաժանման բանով, հա, տրամաբանությամբ, ինչպես նաև սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի այդ փաստաթղթի մեջ ֆիքսել ենք այդ խոսակցության մեջ, որ սահմանը Վրաստանից մինչև Իրան ընկած հատվածն է, թե այդ սահմանը սենց է, այդ արդեն միգուցե ժամանակի ընթացքում կգանք այդ նույն Ալմատայի վրա հաղում կատարելով, կետարկետ կվերհանենք սահմանը եւ կֆիքսենք վերհանելուց հետո, բայց սահմանը ակետից Վրաստանից Իրան ֆիքսված է, դա կարևոր։ Հիմա դուք ասում եք մեզ ձեռատալիս Սյունիքից մտավախությունից ելնելով, որ կարող է ձևով ճնշման ենթարկել, հա, սենց ասեմ, հա, բայց ֆիքսել ենք, չէ, որ այնտեղից ընդեղի իջնում է սահմանը։ Այսինքն այդ յուրաքանչյուր ճնշում կարա 1 կիլոմետր վերև լինի, 100 կիլոմետր վերև լինի։ Կարևորը մենք ֆիքսել ենք այդ, ու ֆիքսել ենք, որ դա բոլոր տեղերը, մենք խենք հա Ալմատայի դեկլարացիայի մասին խոսում, որտեղ դա ֆիքսում է սահմանի վերհանման տրամաբանությունը։